Ողջույն սիրելի փոքրիկներ։ Ողջույն փոքրիկ ընկերներ։ Ողջույն բեբուկ։ Ես ու բեբուկը ձեզ համար կարդալու ենք հեքիաթներ։ Իսկ որ հեքիաթն ենք այսօր ընթերցելու։ Տեսնենք թե ինչ հեքիաթներ կան մեր հրաշալի գրքում։ Երեք խոզուկները։ Հրաշալի է։ Լինում են, չեն լինում, երեք խոզուկ եղբայրներ են լինում։ Մի խոզուկի անունը լինում է։ Ես գիտեմ նրանց անունները։ Նավ-նավ, նիֆ-նիֆ եւ նուֆ-նուֆ։ Ճիշտ է։ Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ։ Ամբողջ ամառ նրանք ուրախ խաղում էին։ Ոչ մի հոգս չունեին խոզուկները։ Ուտելիքն առատ էր, իսկ եղանակը տաք։ Թվում էր ամառը երբեք չի ավարտվի։ Խոզուկները չէին էլ մտածում տուն կառուցելու մասին։ Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց ու զգացվեց աշնան շունչը։ Նուֆ-նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել։ Բայց ով էր նրան լսողը։ Եղբայրները այնպես էին տարված խաղով, որ չարձագանքեցին նրան։ Մինչև ձմեռ դեռ շատ ժամանակ կա։ Դեռ կհասցնենք կառուցել։ Նուֆ-նուֆը որոշեց քարե տուն կառուցել։ Ձեռք բերեց աղյուսներ ու գործի անցավ։ Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա, որ խաղը թողած որոշել է տուն կառուցել։ Բայց ահա եկավ առաջին անձրևը։ Նավ-նավ ու նիֆ-նիֆն էլ խառնվեցին իրար ու սկսեցին մտածել տուն կառուցելու մասին։ Նիֆ-նիֆը որոշեց փայտե տուն կառուցել։ Ձեռք բերեց փայտե տախտակներ ու սկսեց իր գործը։ Կարիք չկա քարե տուն պատրաստելու։ Ես իմ տունը կպատրաստեմ փայտից։ Իսկ նավ-նավն իր տունը պատրաստեց ծղոտից։ Դեռ նոր էին նրանք ավարտել տների կառուցումը, երբ վրա հասավ ձմեռը։ Ողջ տարածքը ծածկվեց ձյան շերտով։ Ձմռան գալուստի հետ մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը։ Գայլը եկավ ու կանգնեց նավ-նավի ծղոտե տան առջև։ Ինձ ներս չես թողնի, նավ-նավ, հարցրեց գայլը։ Խոզուկը վախից ոչինչ չպատասխանեց, միայն ավելի ամուր սեղմեց տան դուռը։ Ես հիմա կփչեմ եւ քո տունը կքանդվի։ Որքան թոքերում ուժ կար, գայլը փչեց։ Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ, իսկ օդում մաս-մաս եղավ ու թափվեց ցած։ Նավ-նավը սարսափահար փախավ։ Նա գնաց ուղիղ միջնեկ եղբոր տուն, որը փայտից էր կառուցել իր տունը։ Գայլը կանգնեց նիֆ-նիֆի փայտե տան առջև եւ ասաց. Ինձ ներս չեք թողնի, խոզուկներ։ Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին։ Լավ, ասաց գայլը, հիմա ես կփչեմ ու քո տունն էլ օդ կբարձրանա։ Գայլը օդ հավաքեց թոքերն ու փչեց։ Փայտե տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ։ Գնանք արագ նուֆի տուն։ Վախեցած խոզուկները վազեցին դեպի կրտսեր եղբոր քարե տունը, իսկ գայլն անշտապ գալիս էր նրանց հետևից։ Գայլը կանգնեց քարե տան առջև եւ հարցրեց. Ինձ ներս չեք թողնի, խոզուկներ։ Հեռացիր, քանի ողջ ես, սպառնաց նուֆ-նուֆը։ Լավ, բարկացավ գայլը, հիմա ես կփչեմ ու քո տնակն էլ օդ կբարձրանա։ Տեսնեմ, թե այդ ժամանակ ինչ կասես։ Գայլը փչեց, բայց տունը տեղից նույնիսկ չշարժվեց։ Կրկին փչեց, դարձյալ ոչինչ։ Այնքան փչեց գայլը, միջև հոգնեց։ Հասկացա, փորձեմ ծխնելույզից մտնել ներս։ Բայց երբ բարձրացավ տան կտուրը, որպեսզի ծխնելույզից ներս մտնի, նուֆ-նուֆը թեժացրեց վառարանի կրակը ու մի կաթսա վրան դրեց։ Գայլն ընկավ ուղիղ կաթսայի մեջ ու խաշվեց։ Այդպես խոզուկներն ազատվեցին չար գայլից։ Նրանք ողջ ձմեռը ապրեցին կրտսեր խոզուկի տանը, իսկ գարնանը իրենց համար նույնպես քարե տներ կառուցեցին։ Ահա եւ վերջ բեբուկ։ Դե ինչ, բարի գիշեր փոքրիկներ։ Եվ անուշ երազներ։